Ուկրաինայի զինված ուժերը Յենա-Կիևոյի մերձակայքում անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Մոսկվա-Սիմֆերոպոլ երթուղային ավտոբուսի վրա նախնական տվյալներով զոհվել է 7 մարդ, ևս 11-ը վիրավորվել են։ Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հարձակումը հաջորդել էր նախորդ գիշեր Ռուսաստանի լայնածավալ հրթիռային եւ անօդաչու հարվածներին։ Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել ուկրաինական դրոնների զանգվածային հարձակումը։ Գերատեսչության տվյալներով Ռուսաստանի տարբեր շրջանների վրա խոցվել է 354 անօդաչու թռչող սարք, որոնցից ավելի քան 20-ը ոչնչացվել են Մոսկվայի ուղղությամբ մոտենալու ընթացքում, իսկ 50-ը Լենինգրադի մարզում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Իրանի կողմից Բահրեյնի, Քուվեյթի եւ տարածաշրջանային այլ թիրախների ուղղությամբ արձակված հրթիռները կամ վնասազերծվել են, կամ չեն հասել նպատակին։ Ամերիկյան կողմի տվյալներով 2 իրանական հրթիռ է արձակվել Քուվեյթի ուղղությամբ, սակայն դրանք ոչնչացվել են կամ կործանվել թռիչքի ընթացքում, իսկ Բահրեյնի ուղղությամբ արձակված 3 հրթիռները որսացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կեղծ են այն տեղեկությունները, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև շփումները դադարեցվել են։ Ըստ Թրամփի, բանակցությունները շարունակվում են։ Գործարք կնքելու ժամանակն է, նա նշել է, որ այս իրավիճակը շարունակվում է արդեն 47 տարի, այդպես չի կարող շարունակվել։ Վաշինգտոնը հայտնել է, որ ինքնապաշտպանության շրջանակում հարվածներ է հասցրել Քեշմ կղզուն, թիրախավորելով իրանական ռազմական կառավարման կետը։ Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հրթիռներով եւ ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներից մեկում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին եւ ուղղաթիռներին։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ այդ գործողությունները պատասխան էին Քեշմ կղզու հարավում գտնվող կապի աշտարակի վրա ամերիկյան հարվածին։ Միացյալ Նահանգները հայտարարել է Իրանի խոշորագույն կրիպտոարժութային բորսայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, մեղադրելով նրան Իրանի կառավարությանը եւ սև ցուցակում ընդգրկված պետական կառույցներին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն տալու համար։ Նոր պատժամիջոցները նախորդել էին մայիսի 1-ին հրապարակված Reuters-ի հետաքննությանը, որը ցույց էր տվել, թե ինչպես է Nabitex-ը դարձել Իրանի կենտրոնական բանկի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից օգտագործվող զուգահեռ ֆինանսական համակարգի առանցքային հանգույց, սպասարկելով $100 միլիոնավոր դոլարների գործարքներ։